Գարքալույձը չի կարող գարքալույծնել, ազգային ժողովի ղեկավարության հարցպատասխանի ընթացքին հայտարարեց վարչապետը արձագանքելով Տեր Արամ Քահանա Ասադրյանին գարքալույծնելու մայր աթոռի հայտարարությամբ։ Պետության ղեկավարը անդրադարձավ նաև հարցին, թե կառավարող ուժը վարչական միջոց կարող է կիրառել ընտրություններու մեջ։ Վարչապետին համոզմամբ քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է իր արժեքներուն հարազատ մնալով, ի դեպ ընդդիմությունը չէ մասնակցած հարցպատասխանին։ Ավելի գանուխ տեղեկացուցած էինք, որ Տեր Արամ Քահանա Ասադրյանը գարքալույծ հռչակված է Անկրարումը կատարած է ընկերային ցանցի իրեջին բոլորին գիրակի օր հրավիրելով Սուրբ Հովաննավանք մասնակցելու Սուրբ Եվանմահ պատարագին։ Վարչապետ Փաշինյան հայտարարած է, որ այս գիրակի պիտի մասնակցի Հովաննավանքի մեջ Տեր Արամի մատուցած պատարագին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան հանդիպած է Երևանի մեջ տեղի ունեցող Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներու մասնակցությամբ երկկողմ գլոր սեղան քննարկման մասնակիցներուն հետ կդեղեկացնեն անվտանգության խորհրդի գրասենյակեն։ Արմեն Գրիգորյան բարձր գնահատած է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններու ղեկավարման գործընթացի շրջանակները ներս նման ձևաչափ ընդգրկող հանդիպումները, որոնք միտված են թրականորեն աստելու մարդոց միջև շփումներու հաստատման։ Արմեն Գրիգորյանն նաև ընդգծած է, որ հանրության տարբեր շերտերու ներգրավումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց հերթին շնորհակալություն հայտնած են հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու եւ թրական մթնոլորտ ապահովելու համար։ Մասնակիցները ընդգծած են այսպիսի նախաձեռնություններու շարունակականության կարեւորությունը ուղղված փոխվստահության եւ համագործակցության ամրապնդման։ Հանդիպման երկրորդ մասին մեջ անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանած է ներկաներու հարցումներուն։ Գյումրիի մեջ տեղի ունեցած զանգվածային անկարգություններու մասնակիցներեն 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է գալանքը հայտնեց քննչական կոմիտեն լրատվամիջոցներում։ 20 հոկտեմբերին Գյումրիի քաղաքապետարանի մեջ քննչական գործողություններու ժամանակ հրաբարակի մեջ հավաքված էին քաղաքապետ Վարդան Ղուգասյանի աջակիցները։ Հանրային քրեական հետապնդում հարուցված էր 19 անձերու նկատմամբ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ չեղյալ հայտարարած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախադեсված հանդիպումը։ Պատճառը ըստ Թրամփի թիվանակիտական ջանքերու մեջ առաջընթացի բացակայությունն է։ Միևնույն ժամանակ ան չի բացառեր աբակային նման կգտնաժողովի հնարավորությունը։ Թրամփ նաև հիասթափություն հայտնած է, որ բանակցությունները փակուղի մտած են։ Հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին Ամերիկայի նախագահը ասաց է Սպիտակ տան մեջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։ Թրամփ նշած է, որ Ռուսաստանը իր պաշտոնակիցին հետ հանդիպումը կրնադեղի ունենալ ավելի ուշ։ Անոր խոսքով ամեն անգամ երբ կխոսի Վլադիմիր Պուտինի հետ զրույցը լավ կստացվի, բայց ոչ մեկտեղ կդանի։ Մենք հույս ունենք, որ պատերազմը կգարգավորվի, Թրամփի խոսքեր մեջ բերած է BBC-ն։ Իրանը Ամերիկայի հետ բանակցությունները իրանական գորիզային ծրագիրի ճգնաժամի ղեկավարման հարցով չի վերսկսիր, քանի դեռ Վաշինգտոն չէ հրաժարած ուռճացած պահանջներեն, այդ մասին հայտարարած է Իսլամական Հանրապետության արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչին։ Իրանի արտաքին գործոստնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնած էր, որ Թեհրանը կշարունակի Վաշինգտոնի հետ հաղորդակցություններ փոխանակել միջնորդներուն միջոցով, սակայն վաղաժամ է ադոնք բանակցություններ անվանելը։ 23 սեպտեմբերին Իրանի առաջնորդ Ալի Խամեյնին հայտարարած որ Ամերիկայի հետ բանակցությունները չեն ծառայել Իսլամական Հանրապետության ազգային շահերուն, քանի որ բանակցությունները, որոնք Ամերիկան կցանկա եւ որոնց մասին կխոսի, թելատրանք է, այլ ոչ թե երկխոսություն։ Փարիզի Լուվրի թանգարանի տնօրեն Լորենս Դեկարկ առաջին անգամ մեկնաբանած է 88 միլիոն եվրո արժեքով զարդերու գողոբուդը գկրե BBC-ն։ Ան սենատի լսումներու ընթացքին խոստովանած է, որ թանգարանը չէ գրծած ժամանակին հայտնաբերել քողերը եւ կանխել գողոբուդը։ Տնօրենը նշած է, որ թանգարանի անվտանգության համագարկը հինցած է։ Անվտանգության բարելավման աշխատանքները նախադեсված է սկսիլ 2026 թվականի սկիզբը, սակայն այդ կրնալալ բարդ գործընթացը հաշվի առնելով ենթակառուցվածքներու վիճակը։ Ան նաև հաստատած է, որ գողոբուդեն հետո հրաժարական ներկայացուցած է, բայց անմերժված։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը